Տիկին Չախոյան, ինչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել այս պահի դրությամբ քաղաքապետարանում։ Կադրային փոփոխությունները որպես այդպիսին հետևյալն են. նախկին համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո, դուրս գալուց հետո որոշ բաժնի պետեր իրենց սեփական դիմումի համաձայն դուրս եկան աշխատանքից ու տվյալ բաժինների պետերի պարտականությունները կատարողներ կան, դրված է բաժնի այդ մասնագետների վրա։ Իսկ աշխատանքներ տարվում են, որպեսզի տվյալ հաստիկները համալրվեն, այսինքն փնտրվում են համապատասխան մասնագետներ, իրականացվեն հարցումներ տարածքային ենթակառուցվածքների նախարարություն, քաղհամաձայնեցումներ, որից հետո նոր տվյալ բաժնի պետերը նշանակվեն, համալրվեն նոր մասնագետներով, նոր բաժնի պետեր ընտրվեն։ Որ բաժինների մասին է խոսքը։ Օրինակ, աշխատանքի հեռացման դիմումներ ներկայացրեցին տնտեսագիտական բաժինը, ինքնական շինությունների եւ հողի վերահսկողության բաժինը, սպորտի բաժինը, գովազդի բաժինը, այդքանն եմ հիշում, ու տվյալ բաժինների հաստիկները փակուլ են այս պահին, բաժնի պետերի։ Տիկին Չախոյան, իրենց այսպես դիմումի մեջ որևէ հիմնավորում, պատճառաբանություն ներկայացրել են, ինչու են ուզում ազատվել։ Չէ, ամենը գրել էին դիմում, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից, այդքան մի բան։ Գուցե կանանցինք, որոնք այլ աշխատանքի են տեղափոխվել, չգիտեմ, էլի բուն պատճառը չգիտեմ, հիմնականում գրել էին, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասել էր, որ կադրային ջարդ չի իրականացնելու, ովքեր իսկապես աշխատելու են, իրենք պիտի մնան աշխատեն, այսպես տարանջատում, կադրային ջարդ, որպես այդպեսին չի ասել, որ լինելու է, միայն հստակ գիտենք, որ ասեց ճարտարապետին է, քաղաքի գլխավոր ճարտարապետին է ազատելու աշխատանքից, այս պահին ազատված է Հենրիկ Գասպարյանը։ Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ ազատված է թե չէ, իսկ կադրային ջարդ իրոք տեղի չի ունեցել, որովհետև լավ մասնագետները մնացել են, հիմի համ պաշտոնավարում են, համ աշխատում են։ Գասպարյան Հենրիկի մասով ճիշտն ասած ազատված է թե չէ։ Իսկ ինչպես եք համալրելու այդ կադրերին, կան դիմողներ արդեն հապուր տեղերի համար։ Միշտ էլ եթե կա թափուր տեղ կլինի հաստատ դիմողներ, բայց դաժե նույնիսկ եթե լինեն դիմողներ, պիտի ընտրություն չէ կատարես, որպեսզի գտնես ավելի բանիմաց ու հմուտ մասնագետ, այսինքն այդ որ ասեցի տարվում են աշխատանքներ, հիմնականում այդ ուղղությամբ են տարվում, որպեսզի ավելի բանիմաց ու ավելի գիտակ մասնագետին նշանակեն տվյալ պաշտոնին, բացի այդ նաև կա նոր ասեցի, նախարարությունից հարցումների, թափուր հաստիկների հարցումների պատասխաններ, նայած հետո նաև նշանակվեն համապատասխան մրցույթներ, որպեսզի ընտրվեն։ Տիկին Չախոյան, միշտ այսպիսի ընդունված պրակտիկա է եղել, որ քաղաքապետը եկել է, իր թիմով է եկել։ Այստեղ մտավախություն կա, չկա, մարդիկ շատերը կարող են կաշկանդվել, ունենան կրթություն, այդ համապատասխան որակները, բայց ունենան կաշկանդվածություն, որ նորից հին խաղի կանոնները կգործեն։ Նայեք, այդ որ խոսում են, դրա հետ այդքան էլ համամիտ չեմ, օրինակ ես այս շենքում աշխատում եմ արդեն 23 տարի, այդ թիմային հասկացողություն, թիմով գալ, թիմով գնալ, չեմ հասկանում, ինձ թվում է, եթե լինի բանիմաց մասնագետ, առավել ևս, եթե տվյալ մասնագետը մրցույթով անցած լինի, այսինքն նշանակված լինի, մրցույթի մասնակցած լինի, թիմով գալ, թիմով գնալ, դա մի քիչ չեմ հասկանում, որովհետև ամեն ինչ կարգավորվում է օրենքով, թիմային մի քիչ։ Դե նույն Բալասանյան դաշինքի պարագայում էր այդպես, Սարիկ Մինասյանի պարագայում էր այդպես, իր մտերիմներն են նոր համայնքի ղեկավարի հետ աշխատել։ Այսինքն ասածն է, իրենց կամքով է եղել աշխատակիցների, ոչ թե համայնքի ղեկավարի ցանկությամբ է եղել տվյալ պաշտոններից ազատումը։ Մասնագետները նոր համայնքի ղեկավարի հետ, օրինակ ասենք Սարիկ Մինասյանի հետ չեն ուզեցել աշխատել։
ու դուրս են եկել։ Մի դա թիմային որոշում է, թե ինչ է, չգիտեմ։ Բայց այն, որ շենքում կան տարիներով աշխատող մասնագետներ, որոնք տեսել են ոչ մեկ, օրինակ, մի քանի համայնքի ղեկավարներ են փոխվել, բայց էլի շարունակում են աշխատել, դա հաստատ փաստ է։ Այսինքն, ինձ թվում է ամենակարևորը լավ մասնագետ լինելն է։ Ու բոլոր դեպքերում ես կողմ եմ այն բանին, որ համայնքային ծառայողը պետք է նաև ցուցաբերի չեզոքություն ու կուսակցական այդ խաղերի ու բաների մեջ չեզոքություն ցուցաբերի։ Եթե լավ մասնագետ ես, գիտելիքները դու ամեն ինչը ծառայեցնես իշխանամայնքի, ոչ թե ինչ-որ թիմային տարբեր որակեմ խաղերի, այսպես ասած։ Տիկին Չախոյան նոր քաղաքապետ ունի Գյումրին, ձեր պաշտոնը եւս փոխվել է ժամանակավոր թեկուզ։ Դուք հիմա աշխատակազմի Իմ պաշտոնը չի փոխվել, ուղղակի ավելացել է մեկ այլ գործառույթ, այսինքն ես էլ իրավաբանական բաժնի պետն եմ, բայց ժամանակավորապես կատարում եմ նաև աշխատակազմի քարտուղարի պարտականությունները, մինչև ընտրվի աշխատակազմի նոր քարտուղար։ Այսինքն դա ժամանակավոր է, որպեսզի այդ գործը իրականացվեր գործառույթը աշխատակազմի։ Չի փոխվել, ուղղակի ավելացել է մեկ այլ գործառույթ։